Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-26 ուսումնական տարին հայտարարել է անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի։ Սպիտակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը նախաձեռնել է աշխատաժողով, բացահայտելու խնդիրները, որոնք խոչընդոտում են դպրոցներում բռնությունից զերծ առողջ կրթական միջավայրի ապահովմանը և գտնելու լուծումներ։ 12 ամիսների համար նախատեսված միջոցառումների պլանը բազմազան և բազմաոճ է, այնտեղ կան տարբեր թեմաներ, մինչև մուլտֆիլմեր, ֆիլմեր, սոցիալական ռիլերի հղումներ, որոնք կօգնեն դպրոցի մասնագետներին այդ միջոցառումները իրականացնել և Սպիտակի տարածքային աջակցման կենտրոնը միշտ կանգնած է հանրակրթական դպրոցի կողքին, պատրաստ է մշտապես օգնել, աջակցել բոլոր մասնագետներին, ուսուցիչներին, ծնողներին և 24/7 կտրվածքով խորհրդատվություն տրամադրել թեմայի շրջանակում։ Երեխաների իրավունքների պաշտպանությունից մինչև արտակարգ իրավիճակներում պատրաստվածություն, ներառական կրթության կազմակերպում։ Աշխատաժողովին քննարկվող թեմաները բազմազան են։ Անվտանգ կրթական միջավայրը նաև փոխհարաբերությունների մշակույթ է ձևավորում ղեկավար կազմի, մանկավարժների, ծնողների և աշակերտների միջև, նշում է Գոռ Մսրիկյանը։ Դեռևս խորհրդային տարիներից եկող շատ բացասական փորձառության դրսևորումներ ունենք, երբ ղեկավարները օրինակ ինչ-որ առումով գիտակցաբար կամ բացասական ավանդույթի ուժից ելնելով չեն նպաստում իրենց աշխատակիցների առաջընթացին, չեն ստեղծում պայմաններ, որպեսզի աշխատողները իրենց մասնագիտական հմտությունները զարգացնեն։ Բացի այդ, շատ խնդրահարույց դրսևորումներ կան։ 2024 թվականի սեպտեմբերին Հայկական Կարիտասը մեկնարկել էր սովորողի անձնական օգնականի փորձնական ծրագիրը։ Այն ներդրվել էր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառմանը նպաստելու համար։ Սովորողի անձնական օգնականի պիլոտային ծրագրով մենք տեսել ենք, թե ինչպես կարող է անձնական օգնականը իրապես նպաստել սովորողի ներառմանը դասապրոցեսում, բոլոր սովորողների անվտանգ ներկայությանը դասի ժամանակ եւ ինչպես ավելի ապահով եւ վստահ են լինում ծնողները, ովքեր որ իրենց բալիկին բերում են դպրոց, գիտենալու, որ իրենց երեխայի կողքին կա անձ, ով որ ամբողջ ընթացքում ուղեկցում է նրան, ապահով եւ անվտանգ միջավայր է ստեղծում։ Աշխատաժողովի կազմակերպիչների համոզմամբ անվտանգ կրթական միջավայրի ձևավորումը շարունակական գործընթաց է, որում կարևոր է յուրաքանչյուրիս ներդրումը։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։